Բարև ձեզ։ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին Բաքվի դատախազը հարցնում է. հավատում է Մեծ Հայաստան գաղափարին։ Եթե Ղուկասյանը պատասխանի այո, հավատում է, տեսնես ինչ հոդված է կարվելու նրա գործին։ Ադրբեջանցի դատախազին հուշեք այդ հոդվածով մի դատ էլ բացեն Մովսես Խորենացու դեմ։ Նրա պատմավեպերը հենց Մեծ Հայաստանի մասին են։ Հետնել տվեք մեծ ու փոքր Հայքի քարտեզը, թող փնտրի, եթե եղել է, ապա որտեղ է ապրել իր քոչվոր նախնին։ Պարզ չէ, որ գործ ունենք Հայաստանի դեմ քաղաքական դատավարության հետ, որ Բաքվի նպատակը ամենաստոր գնով Հայաստանի դեմ ցուցմունք կորզելն է։ Դատավարության հարուցած հայաստանյան աժոտաժն էլ Բաքվին պետք է դրսի համար, որովհետև Արցախի հետ տեղի ունեցածը դեռ մարսել է պետք։ Տեսեք ինչ նյարդային է դարձել Բաքուն։ Հենց ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտեց հայերի հետապնդումը Ադրբեջանում, Ալիևը որոշեց փակել ՄԱԿ-ի իրավապաշտպան գրասենյակները։ Պատանդ հայերի հարցով Եվրախորհրդարանը ընդունել է Ադրբեջանին մերկացնող բանաձևը։ Տեսնենք հիմա ինչն են փակելու։ Դրա համար էլ Բաքվի նենգության պատասխանը պետք է ձևավորել այնտեղ, որտեղ սանձում են այդ նենգության իրավունքը։ Արարատ Միրզոյանն ասում է. այո, Բաքվի հետ քննարկում ենք միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարվելու հարցը։ Բաքվում ցուցադրվողը այդ փաթեթում է։ Եթե ոչ, հիշեք Լևոն Հայրապետյանին, նա մահացավ ռուսական բանտում։ Ճակատագրի դառը հեգնանքով նաև այսօր Բաքվում դատվողների լուռ համաձայնությամբ։ Հաջողություն։